Ձեր կարծիքով հնարավոր է ամիսը 40,000 դրամ թոշակով ապրել։ Սննդի զամբյուղը ինչքան է կազմում ընդհանրապես։ Ես գտնում եմ 80-90,000։ Այդ կամ պետք է վճարվի թոշակ։ Ես գտնում եմ կամ պետք է վճարվի մինիմալնին։ Իսկ պարգևավճարների մասին ինչ կասեք ամանորյա։ Ում պարգևա։ Նախարարների, վարչապետի։ Դիք ավելնորդ բաներ, դիք իրանց գերբանն է գնում։ Ժողովրդի մասին մտածող չկա։ Առաջին հերթը պետք է մեծերի, փոքրիկների մասին մտածել, հետո նոր իրանց մասին։ Ընդհանրապես կյանքի օրենքն է դրված։ Կանոններ կան, որը չի կարելի։ Պերեշագնուտեն էլ անցել այդ կանոններից։ Իրանք անկանոն մարդիկ են։ Առնվազն։ Չեմ ուզի ավելի կոպիտ ասեմ, առաջին հերթին երեխեքին, ծերերին, հետո նոր իրանց։ Հնարավոր չի, բայց ինչ անես պետության դրվածն ատեն։ Դե ինչ որ աշխատել ենք, ասանցել վարչատրում են հիմա, մնացածը ասեն, ինչ ասեն։ Իսկ պարգևավճարների մասին ինչ կասեք ամանորյա։ Ում։ Որ Նիկոլ Փաշինյանը ստացել է 12 միլիոն դրամ, նախարարները 7։ Ինչ կարամ ասեմ։ Ձեր կարծիքով նորմալ է դա։ Դե թոշակառուը փող չեն ավելցնում, բուջեն փող չկա, իրանց համար բուջեն փող կա։ Դե իրանք իրանցով են ապրում, են հարուստի քասեպի պատմությունն է, տենոսարայի պատմությունն է։ Դե այսօրվա դրությամբ ինչքան էլ ամեն անգամ են ասեն րոպե հանգանում ամեն ինչ։ Ինչքան էլ ավելցնեն, էլի ապրելակերպը դժվարանալի է։ Բայց ընդհանրապես գոնե ամենաչնչին զամբյուղը գոնե մի 80 պետք է լինի։ Մալի թոշակ 46,000-ը։ Ինչի մասին է խոսքը։ Թող պարոն Փաշինյանը այդ 46,000-ով ապրի։ Իսկ պարգևավճարների մասին ինչ կասեք ամանորյա։ Դա абսուրդ է, մաքուր абսուրդ է, քիչ է։ Հալան են ամ, ժողովուրդը։ Բալիս, չի կարելի, ամիջիրատեղում։ Գիտես, Կոնֆուցին ասել է ամեն ազգ արժանի է իր ղեկավարին։ Հիմա մեկ այդ ղեկավարին եք արժանի, հա։ Մեր հայ ազգը։ Համոտ է։ Ես չեմ մի բան, իքի ծով է բտատում, թե իքը վաշը բտատելու բանչուր է։ Իքը թամին է բյատ պայպորիկ է։ Ոչ, չբավարարում, կոմունալ են մոծում, տելիքնա, տնա, սպորտնա։ Իսկ պարգևավճարների մասին ինչ կասեք որ սպետի սխալ վերաբերմունքից տվեց։ Կատակով կարելի ասել, որ պարգևավճարը պետք է տան նրանց, որ պարլամենտում կռիվ ասարկվում, հայհոյում է, իսկ նրանք, որոնք որ չեն մասնակցում, պագիտի կողքի դերում են, այն նրանց պետք է պարգևավճար տա։ Կատակ։ Ինչքան պետք է լինի ձեր կարծիքով, որ ծախսերին բավարարի թոշակը Հայաստանում։ 70,000։ Եթե չես աշխատում։ Չի բավարարում, բայց դե աշխատում եմ, աշխատող կին եմ։ Ոչ, եթե չաշխատեիք։ Եթե չաշխատեի շատ քիչ էր։ Իհարկե, շատ քիչ էր, եթե չաշխատեի։ Իսկ պարգևավճարների մասին ինչ կասեք ամանորյա։ Դա իրանց գործն է, մենք գործ չունենք։ Արդար էր այդ ամենը ձեր կարծիքով։ Չգիտեմ, դա իրանց գործն է։ Ինչի վերաբերվում դա։ 100-ից ավել պետք է լինի, որ բավարարի։ Կոմունալներ կան, այնտեղ ավելնորդի բժշկական ծախսեր կան։ Ամենակիչը 100 պետք է լինի։ Իհարկե ոչ։ Իսկ դուք թոշակառու եք։ Այո։ Բավարարում եք։ Եվ աշխատում եմ։ 40,000-ը պետք չի փակում դադվարցերը։ Ոնց ապրել։ Թոշակառուները ես բժիշկ եմ գալիս են, հələ դեղերի փողը ես եմ տալիս, չունեմ, չեն կարող ապրել։ Իհարկե հնարավոր չի, բայց վաղուց թորոսակը պիտի մտածի դրա մասին։ Թող մտածի ասեք։ Իհարկե ոչինչ չի մասը։ Եթե երեխաները չօգնեն չի բավարարել։ Ինչի մասին է խոսքը, ում կբավարարի, եթե այսքան վարձավճարները ավելացրել են, ծախսերը շատացրել են, ապրանքը թանկացել է, սնունդը թանկացել է, 40-45,000 դրամով թոշակառուն կապրի։ Ինչ որտեղ էլ երևի Սովետ միության ժամանակ ունեցած խնայողություններով մարդիկ էլի գոյատևում են։